Եթե մենք նայենք նախորդող ամբողջ ժամանակահատվածը մեր 35-ամյա պատմության, քաղաքական ղեկավարների խոսույթը երկրի սահմաններից դուրս արդեն միջազգային հարթակներում եւ ներսում իրարից ռադիկալորեն տարբեր ա եղել։ Համենայն դեպս խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին։ Մարդիկ մի բան բանակցել, մի բան խոսել են միջազգային հարթակներում, եկել մի ուրիշ բան վաճառել են հասարակության ներսում։ Հա հիմա որ մեկին խոստացնում ես, ասում է, բայց մենք այդ չենք եղել, մենք ոչ մի դիզական չենք եղել, բանակցություններ ենք վարել, բայց երկրի ներսում այդ խոսույթը ով է էփել, հա, այդ ապուրը ով է էփել։ Էփել են այդ քաղաքական էլիտաները։ Այսինքն ինչ է դառնում, մի կողմից իրանք հանրությանը կերակրել են մի ճաշով, որ ամբողջովին բաղկացած է եղել այդ ոչ մի թիզական բաղադրիչներից, մյուս կողմից գնացել են բանակցել եւ խոսել են այն մասին, որ այ մենք պատրաստ ենք փողզիջումների եւ այլն։ Ու ի՞նչն է այստեղ խնդիրը, հա, այդ ներսում ուրիշ բան ասելը, դրսում ուրիշ բան ասելը վերջի վերջը բախմանը հանգեցնում, որտեվ դու ոչ դրսում ունես այդ բավարար աջակցությունը, որպեսի կարողանաս այդ բանակցությունները ճիշտ վարել, ոչ էլ դրսում բանակցածը դու կարողանում ես ճիշտ մեկնաբանել քո հանրությանը, որտեվ դու երկու տրամագծորեն տարբեր բաների մասին ես խոսում։ Հիմա նույնը Ռոբերտ Քոչարյանի դեպքում, հա, իրանք ասում են, այ երաշխավորված խաղաղություն եւ Եթե խոսում ենք խաղաղության ու մնացածի մասին, ապա այդ դեպքում այդ երկրորդ մասը իրանց խոսույթի, այսինքն հակամարտությունը շարունակելու, ինչ իմաստ է ստանում։ Այսինքն մարդիկ փորձում են նորից իրանց սիրած փոսի մեջ հայտնվել,